Մայիսի 19-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո բավականին դրական են արտահայտվել թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրանց հեռախոսազրույցը տևել է 2 ժամ, հեռախոսազրույցից առաջ Թրամփը մոտ 3 րոպե խոսել է Զելենսկու հետ, իսկ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահը խոսակցություն է ունեցել եվրոպական երկրների ղեկավարների հետ՝ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի։ Չնայած հեռախոսազրույցից հետո թե Պուտինի, թե Թրամփի արտահայտած լավատեսությանը, այդուհանդերձ հազիվ թե արժե եզրակացնել, որ տեղի է ունեցել պատերազմի դադարեցման հասնելու համաձայնություն կամ բեկում այդ ճանապարհին։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ սատանան մանրուքների մեջ է եւ վաղ է խոսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև կարգավորման սկզբունքների հուշագիր ստորագրելու մասին։ Դրա համար կպահանջվի շատ երկար ժամանակ եւ աշխատանք։ Իսկ դա այլ բան չէ, քան արձանագրում, որ պատերազմն այդուհանդերձ դեռ կշարունակվի։ Լավատեսական հայտարարությունները թերևս միտված են ԱՄՆ նախագահի դեմքը պահելուն, ինչպես նաև նրան գործընթացի մեջ պահելուն։ Եթե Թրամփը խոստովանի, որ չի ստացվում հասնել առաջընթացի, ապա նա կամ պետք է դուրս գա պրոցեսից, այդ թվում պատերազմից, կամ պետք է ամբողջ ծավալով լծվի պատերազմի։ Թրամփը անշուշտ չի ուզի թե մեկը եւ թե մյուսը։ Մի կողմից նա խոսում է պատերազմը դադարեցնելու մասին, տվել է նախընտրական խոստում, մյուս կողմից սակայն նրա համար թերևս ավելի գործնական նշանակություն է ստացել պրոցեսը, քան արդյունքը։ Պուտինի համար էլ ցանկալի չէ, որ պրոցեսը դառնա Թրամփի անհաջողության խորհրդանիշ։ Հետևաբար Ռուսաստանն էլ իր հռետորաբանությունն է բերում անհրաժեշտ կոնդիցիայի։ Զելենսկին էլ այդ համատեքստում շահում է իշխանության եւս որոշակի ժամանակահատված, որովհետև պատերազմի դադարեցումը նրա համար կարող է սրել իշխանությունը պահելու խնդիրը։ Եվրոպայի համար եւս պատերազմի դադարը ցանկալի տարբերակ չէ, քանի որ այդ հարցում ձևակերպված չեն եվրոպական շահերը։ Իսկ այդ շահերն էլ միատարր չեն, ինչը բարդության եւս մի շերտ է։ Գործնականում ստացվում է մի իրավիճակ, երբ պատերազմի դադարի առարկայական մոտիվացիա չկա եւ որևէ ուղղությամբ։ Հետևաբար ուկրաինական պատերազմը դեռ կշարունակվի, իսկ դրա կրակի վրա դեռ կեփվեն զանազան այլ հարցեր։ Եվրոպական առաջնորդները ցնցված են Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասնություններից, որ նրանց փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ մասին գրել է Financial Times-ը հղում անելով սեփական իրազեկ աղբյուրներին։ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆինլանդիայի առաջնորդներին, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովին եւ Ուկրաինայի նախագահին։ Թրամփ-Պուտին հեռավար բանակցությունների մասին հրապարակային տեղեկություն փոխանցել են հենց իրենք, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները, բայց դա կարելի է ասել միամիտների համար է։ Իրական պատկերը նախորդին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Վենսը, հրապարակայնացնելով, որ Վաշինգտոնի միջնորդության բանակցությունները գտնվում են փակուղում։ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը հաղթահարել է փակուղին կամ գոնե ուրվագծել է ելքի հեռանկար, ահա թերևս գլխավոր հարցը, որի ուղղակի պատասխանը նույնիսկ փորձագետները չեն հնչեցնելու։ Իրավիճակի նրբությունը բավական դիպուկ ձևակերպել է Նևզավիսիմայա գազետան, որի մեկնաբանի գնահատմամբ Ռուսաստանին պետք է հասնել նրան, որ ԱՄՆ-ն լիովին դադարեցնի Ուկրաինային աջակցությունը, իսկ Զելենսկին եւ նրա եվրոպացի գործընկերները ձգտում են Թրամփին համոզել, որ Պուտինը խաղաղություն հաստատելու իրական մտադրություն չունի, անհրաժեշտ է նրա նկատմամբ ճնշումը մեծացնել։ Financial Times-ի դիվանագիտական աղբյուրների տեղեկացվածությամբ ԱՄՆ նախագահը եվրոպական երկրների առաջնորդներին հասկացրել է, որ միջնորդության իր դերը փայլուն կատարել է, այժմ ժամանակն է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը մեկնարկեն երկկողմ բանակցությունները։ Սա թերևս այն է, ինչ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆինլանդիայի առաջնորդներին ցնցում է պատճառել։ Այս համատեքստում կարևորվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ քննարկել վերջնական խաղաղության պայմանագրի սկզբունքների մասին հուշագիր ստորագրելու հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ըստ երևույթին Պուտինի այդ պատրաստակամությունն է համարում դիվանագիտական հաջողություն եւ ինչպես Financial Times-ի աղբյուրներն են ընկալել, Թրամփը դադարեցնում է միջնորդությունը։ Այս իմաստով կարևոր է արևմտյան մեկնաբաններից մեկի հղումը Թրամփի գործարքի արվեստը գրքին, որտեղ նա ասում է.
Երբեք մի խոստովանիր քո պարտությունը կամ անհաջողությունը, միշտ խոսիր միայն հաջողության մասին։ Նա անցմին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Դոնալդ Թրամփի պաթետիկ հայտարարությունները դիտարկում է այդ կտրվածքով։ Այդպես է թե ոչ, Ուկրաինայի համար երևի էական չէ, որքանով հասկացվում է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունից, ԱՄՆ նախագահը նրան վերստին ասել է, որ ուժեղ խաղաքարտեր չունի։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ սպասում է Պուտինի կողմից հուշագրի սկզբունքների ներկայացմանը, բայց միաժամանակ ընդգծել է, որ ամեն ինչ ամրագրված է Ուկրաինայի սահմանադրությամբ։ Ռուսաստանի նախագահը կարծես նախնական համաձայնություն է տվել, որ ռազմաճակատներում հրադադար կհաստատվի, բայց պայմանով, որ վերջնական կարգավորման սկզբունքները համաձայնեցվեն հուշագրով։ Նեզավիսիմայա գազետայի մեկնաբանը գտնում է, որ զորքերի ներկայիս շփման գծով կրակի դադարեցումը Ռուսաստանի զինվորականության և ազգայնական քաղաքական ուժերի կողմից կընդունվի որպես պարտություն։ Այն ինչին սպասում էր Եվրոպան, տեղի չի ունեցել։ Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է։ Ամենայն հավանականությամբ իրատեսական է փորձագիտական կարծիքը, որ ռուս-ուկրաինական առարկայական բանակցությունները կարող են սկսվել լավագույն դեպքում ամառային ռազմական կամպանիայից հետո, հոկտեմբերից ոչ շուտ։ Թրամփը ձեռքերը լվանում է։ Պատասխանատվության ահռելի բեռը ծանրանում է եվրոպական եռյակի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի վրա։ ԱՄՆ փոխնախագահ Վենսն արդեն իսկ ձևակերպել է, որ դա իրենց պատերազմը չէ, իսկ Եվրոպան պատրաստ է ընդունել ռուս-ուկրաինական պատերազմի պատասխանատվությունը։ Գերմանիայի նոր կանցլեր Մերցը հայտարարել է, որ գերմանական բանակը պետք է լինի Եվրոպայում ամենաուժեղը և ամենամեծը։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է եվրոպական տարբեր քաղաքներում տեղակայել ֆրանսիական ռազմական միջուկակիր օդանավերը։ Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի միջուկային զինանոցը այսպես ասած օդանավային բազավորման է։ Ֆրանսիան փաստորեն պատրաստակամ է Եվրոպային առաջարկել միջուկային հովանոց ԱՄՆ-ի փոխարեն։ Զուգահեռ Եվրոպայում արտահայտվում են անվտանգային նոր սխեմաների վերաբերյալ քննարկումներ և համաձայնություններ։ Բոլորովին վերջերս Փարիզն ու Վարշավան հայտնեցին այդպիսի համաձայնության մասին։ Նրանք երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են և եթե կայացնում են անվտանգության հարցերում գործակցության և գործընկերության, անգամ փոխօգնության տրամաբանությամբ երկկողմ համաձայնություններ, ապա դա նշանակում է, որ լուրջ կասկածներ կան ՆԱՏՕ մեխանիզմի աշխատունակության վերաբերյալ։ Ավելի վաղ ուկրաինական պատերազմի ընթացքում Բրիտանիան անվտանգային եռակողմ գործակցության համաձայնություններ է ստորագրել Լեհաստանի և Ուկրաինայի հետ։